Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում անդրադարձել է նոր վարչական շրջանի շենքում տեղի ունեցած միջադեպին, որտեղ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հարվածել էր ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Քաղաքապետն ընդգծել է զսպվածության եւ արժանապատիվ վարքի պահպանման կարեւորությունը։ Ավինյանը նշել է, որ թեև տեղի ունեցածում կան սադրանքներ եւ սուտ տեղեկատվություններ, բռնության որևէ դրսեւորում ֆիզիկական թե բառային անընդունելի է։ Համարում եմ, որ շատ կարևոր է հաստատել մեր թիմի վարքականոնը, որովհետև նմանատիպ սադրակ, ինչպես տեսնում ենք, որ այս միջավայրում տեխնոլոգիաների եւ այսպես ասած TikTok-յան հիթ դառնալու մոլուցքով շատերը ել ավելի մեծ եռանդով փորձելու են նմանատիպ սադրանքներ իրականացնել։ Սա չի նշանակում, որ մեր որևէ մկան ավել շարժում պետք է կատարի։ Եվ մկան նկատի չունեմ բիլակները, նկատի ունեմ ունքը։ Մեր որևէ արձագանք չի կարող լինել չզսպված։ Միջադեպին անդրադարձել է նաև Նոր-Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ընդունելով, որ չպետք է տրվեր սադրանքին եւ պետք է առավելագույնս պահպանել զսպվածություն։ Նա ներողություն է խնդրել թե քաղաքապետից, թե հանրությունից եւ նշել, որ միջադեպից հետո եկել է մի շարք եզրահանգումների։ Քաղաքապետը հավելել է, որ դատարանը կորոշի ովքեր են եղել իրավացի կամ մեղավոր, իսկ քաղաքապետարանը շարունակելու է առաջնորդվել զսպվածության եւ օրենքի սահմաններում գործելու սկզբունքով։ Այնուհետև քաղաքային իշխանությունն անցել է նիստի օրակարգին, որտեղ քննարկվել են հասարակական նշանակության նախագծեր մետրոպոլիտենից մինչև ենթակառուցվածքներ։ Նիստի ընթացքում զեկուցվել է, որ ապրիլի 28-ից մայիսի 4-ը Երևանի մետրոպոլիտենը սպասարկել է 484,420 ուղևոր, ինչը վկայում է հանրային տրանսպորտի կայուն աշխատանքի մասին։ Այս ընթացքում գծում գործել է 2826 շարժակազմ, պահպանելով 100% կատարողական։ Ներկայացնեմ նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումները ըստ փոխադրողների։ Տրոլեյբուսներ 84600, մետրոպոլիտեն 484,420, ավտոբուս 1,748,939, դրական տարբերությունը 110,607։ Նիստում անդրադարձ է կատարվել նաև Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման գործընթացին։ Քաղաքապետը տեղեկացրել է, որ 60 ընտանիք արդեն ստացել է բնակարանային վկայական կամ տեղափոխվել է նոր բնակարաններ, սակայն մի շարք բնակիչներ հրաժարվում են իրենց առաջարկված մեկ սենյականոց բնակարանից պնդելով, թե սենյակների քանակը քիչ է։ Այսինքն 18 քառակուսի մետր փլվող շենքում բնակվող անձը ով վստահաբար ավելի շատ քառակուսի մետր տարածքով մեկ սենյականոց բնակարան է իրեն առաջարկում Երևանի քաղաքապետարանը եւ այդ մարդը ասում է ոչ, ինձ մի տվեք։ Մենք առաջարկում Միգուցե պետքա չտալ այդ մարդուն ոչ մի բան։ Իսկ պետքա միգուցե ինչի ենք տենց շատ մեր կյանքը բարդացնում։ Եկեք հասկանանք, որ հատվածներն է, սա մեր բարի կամքի դրսևորում է։ Հարգելիներս Սիրելի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերում մնացած այդ 5 բնակարան ասվածը տենց շատ բան է, էլի բարձրակոչ է, տենց բնակարան չի կարելի կոչել այդ սենյակները։ Հարգելիներս, Երևանի քաղաքապետարանը իր բարեկամքի դրսևորմամբ որոշել է այս խնդիրը լուծել եւ լուծել է մոտ 60 ընտանիքի հարց։ Եթե 5-ի դեպքում իրավական խնդիրների ենք բախվում եւ մարդիկ չեն համաձայն, կարող է պետք չի ստիպել մարդկանց։ Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանը գերակաշարժ ճանաչելու ճանապարհով գնալու մտադրություն չունի, նա հրահանգել է։ Այն որտեղից որ դուրս են եկել, որտեղ որ կազատվի, արդեն քանդենք, որտեղ որ այդ 5 հոգին շարունակում են կգնա կպլոմբեք են մյուսները։ Կպլոմբեք որևէ մեկ չլսեմ, չիմանամ, որ այն տեղերում, որտեղ որ մենք բնակարան ենք հանձնել, որևէ մեկը եկել է այդ քանդվող շենքը էլի նորից մտել է։ Անդրադառնալով քաղաքի բարեկարգմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը, նիստում զեկուցվել է, որ Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու եւ Դավիթ Բեկ փողոցի միջնամասում կառուցվել է նոր կասկադային համալիր, որտեղ ներառված են աստիճանահարթակներ, խաղահրապարակ, շատրվան, նաեւ շների համար նախատեսված գոտի։ Տերելի երևանցիներ, Երևանի քաղաքապետարանը շինբարեկարգման ոլորտում իր աշխատանքները
բազմապատկել է նախորդ ժամանակաշրջանների հետ համեմատած եւ նմանատիպ բարեկարգման աշխատանքները իհարկե դարձել են սովորական եւ ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր որ ներգրաված են եղել այս ծրագրի շրջանակներում եւ իրապես մենք ստացել ենք շատ հետաքրքիր նոր միջավայր, նոր կասկադ, նոր վարչական շրջանում այնտեղ իրականացրել ենք մոտ 6-7 հեկտար տարածքի վրա ծառատունք, իրականացրել ենք ոռոգման համակարգի աշխատանքները։ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ անդրադարձել է կենսապահովման ոլորտում ընթացող լայնածավալ աշխատանքներին, ընդգծելով ջրամատակարարման, էլեկտրամատակարարման եւ կոյուղագծերի վերակառուցման ընթացիկ նախագծերը։ Ավինյանն էլ նշել է, որ այս աշխատանքները ժամանակավոր անհարմարություններ են ստեղծում, սակայն երկարաժամկետ հեռանկարում նպաստելու են մայրաքաղաքի որակյալ զարգացմանը։ Նա նաեւ հորդորել է վարչական շրջաններին հետևել ավագանու սահմանած կանոններին շինարարական տարածքների պատշաճ կահավորման հարցում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։